Հայրենիքից դուրս արձագանքները մենք շատ լավ գիտենք, թե հայ առաքելական եկեղեցու դեմ ինչպիսի արտահայտություններ են եղել, եւ եթե հիշում եք դեռևս 1 տարի առաջ մայիսի 26-ից առաջ մայիսի 26-ը եթե ուզում եք հիշեցնեմ, դա այն օրն էր, որտեղ որ Վեհափառը Շվեյցարիայում եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Վեհափառ հայրապետի նախաձեռնությամբ մայիս 26-ը դա էր, բայց դրանից հետո եւ դրանից առաջ հնչած դուք հիշում եք դրանից ամիսներ առաջ հենց նույն Միլիմեջլիսում իրենց պատգամավորներից Գանջալիևի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները շատ շտապ պիտի ձերբազատվեն հայ առաքելական եկեղեցուց եւ Սփյուռքի ազդեցությունից։ Այո, հիշում եք Նաթան Սրբազան, այս ամեն ինչի մասին 1 տարուց ավելի է խոսվել է, ուրիշ հարց ունեմ, եթե կարելի է։ Չէ, ձեր հարցին է պատասխանը։ Բոլորովին դեռ հարց չեմ հասցրել։ Չէ, դե ասի որ հարց։ Չէ, թողեք ասեմ, չեմ հասցնում։ Երկու օր է Վեհափառ աջակցության տարբեր խոսքեր ստանում դրսից եւ Անտիլիասից եւ Երուսաղեմից հնչել են տեքստեր դատապարտող, իսկ Պոլսից ոչ, ինչպես եք գնահատում Մաշալյան պատվիարքի։ Հուսով եմ, որ դեռևս նամակը տեղ չի հասել։ Ասում են նա է հավակնորդը կաթողիկոսի Սրբազան, նման տեղեկություններ լսել եք։ Ես չգիտեմ ինչի վրա են հավակնում, երբ կաթողիկոսը Փառք Աստծո ողջ առողջ է եւ Աստված նրան երկար կյանք տա։ Այսինքն դուք տեղեկություն ունեք, որ նամակ է գրել, որը տեղ չի ասել։ Դե երևի փոստը լավ չի աշխատել։ Բայց ԿՊ-ի նախընտրական ծրագրում կաթողիկոսին հեռացնելու Եկեք կարճ հարցեր եւ հերթով, որ ես հասցնեմ կարճ պատասխան տալ։ Տեսեք նորից հիմա։ Եկեղեցու նկատմամբ կատարվողի առնչությամբ թույլ տվեք որպես Ֆոտի ներկայացուցիչ իմ ցավը եւ ամոթի զգացումներով կիսվել ձեզ հետ։ Ես ցավ եւ ամոթ եմ զգում, երբ որ իմ եկեղեցու որևէ սպասավորի վերաբերյալ տարատեսակ լուրեր են տպրդում հանրություն եւ մամուլ, մասնավորապես կուսակրոնության ուխտի խախտման հետ կապված, մասնավորապես եկեղեցու ֆինանսական թափանցիկության հետ կապված։ Խնդրում եմ ի վերջո պարզաբանել եկեղեցի են ներթափանցել արդյոք աշխարհիկ վարքեր, այ մենք շատ խոսում ենք եկեղեցի եւ պետություն անջատ լինելու մասին, բայց կարծեք թե աշխարհիկ վարքերը թափանցել են եկեղեցի։ Ինչ է նշանակում աշխարհիկ վարքեր։ Աշխարհիկ վարքեր այն, որ կուսակրոնության ուխտ տված հոգեվորականին մեղադրում են կամ մեղադրվում է տված ուխտը խախտելու։ Դե գիտեք ինչ, այսօր մեր մամուլում ում մասին ինչ ասեք կարող եք լսել։ Եվ այդ մեղադրում են, թե ինչ են անում, եւ ի վերջո աշխարհում կա մի շատ կարևոր բան՝ անմեղության կանխավարկած։ Խոսելը հեշտ է, եւ այսօր շատ լավ գիտեք, յուրաքանչյուրի իր գրպանում մի մեդիա ամբողջական բան ունի։ Վերցնում է իր հեռախոսը, վերցնում է իր չգիտեմ, ինչ որ մի գործիքը եւ սկսում է իր կարծիքները խոսել։ Դրա մասին ես ձեզ կաթողիկոսի դուստր ունենալու մասին տարիներ առաջ մամուլը գրեց, բայց մենք չտեսանք համոզիչ հերքում։ Ինչ պիտի տեսնենք։ Անլուրջ բաներին լուրջ չեն պատասխանում։